Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Ես տուն եկա ու դրան մոտ շեմքին, գտա իմ հագուստները պոլիէթիլենային մեծ պարկերի մեջ։ Իմ փեսան Վահագնը, հպարտորեն ասաց, դու այլևս այստեղ չես ապրի, այս սենյակը պետք է իմ մորը, իսկ դու գնա գյուղ։ Ես նայեցի նրա աչքերին ու ասացի, այդ դեպքում ես դեռ մեկ ուրիշ աղբեմ դուրս նետելու իմ տանից։ Նա դեռ չգիտեր, որ մի ժամից ես ցույց կտամ իրեն, թե ով է այստեղ իսկական տանտիրուհին։ Բարև ձեզ, սիրելի լսողներ, ձեր հետ Էմման էր։ Նախքան ձեզ բացեմ այս պատմության դուռը, դավաճանության, սառահաշվարքի ու ազատության ձեռքբերման մասին պատմությունը, խնդրում եմ ձեզ մի փոքրիկ բարեհաճություն։ Բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայք, որպեսզի այս պատմությունը լսի հնարավորինս շատ կանայք, ու մեկնաբանություններում գրեք, թե որ երկրից եք մեզ լսում։ Իմ սիրտը միշտ տաքանում է, երբ տեսնում եմ, թե որքան լայն է մեր շրջանակը։ Իսկ հիմա հարմար տեղավորվեք, հաճելի լսումներ։ Բանալին դրան մեջ պտտվեց նույն ծանր, յուղոտ սեղմչով, ինչ միշտ։ Այդ ձայնը ես սիրում էի։ Դրանում կալ հուսալիություն, խոստում նռության ու հանգստի, որոնք ինձ այդքան պակասում էին վերջին ամսվա ընթացքում։ Սանատորիան իր ողջ օգուտով հանդերձ պետական, պաշտոնական տեղ էր։ Աղմուկը սեղանների շուրջ, անվերջ խոսակցությունները հարևանուհիների ճնշման ու թոռների մասին, քլորի հոտը միջանցքներում։ Ես երազում էի միայն մեկ բանի մասին՝ անցնել իմ բնակարանի շեմը, շնչել հին պարկետի ու գրքերի փոշու ծանոթ բույրը, վերջապես եփել ինձ իսկական ուժեղ թեյ, ուրցով, իմ սիրելի ճենապակյա բաժակում։ Ես հրեցի դուռը, սպասելով տեսնել երկար միջանցքի սովորական կիսախավարը, բայց փոխարենը ինձ դիմավորեց պատ, սև, փայլուն, խշշացող պատ։ Ամբողջ միջանցքը, շեմքից մինչև կախիճ, լցված էր հսկայական աղբի պարկերով։ Նրանք կուտակված էին մեկը մյուսի վրա, ինչպես փքված ծովախեցգետիններ, փակելով անցումը, ու հոտ էին գալիս էժան պոլիէթիլենով, ծածկելով իմ տան ազնիվ բույրը։ Ես սառեցի, սիրտս բաց թողեց մի հարված, բայց ոչ վախից, այլ հանկարծակի սուր անհասկանալիությունից։ Վերանորոգում, ջրհեղեղ, ինչ կարող էր պատահել իմ բացակայության մեկ ամսվա ընթացքում, ինչի մասին Զինան չասաց հեռախոսով։ Ես քայլ արեցի առաջ, հազիվ չսայթակելով ամենաեզրին գտնվող պարկի վրա։ Նա անփույթ փակված էր, ու սև բացվածքից դուրս էր ցցված թև։ Ես անմիջապես ճանաչեցի այն։ Դա իմ կարմրագույն բրդյա կարդիգանն էր, մոխրագույնը, այն, որ հագնում էի զով երեկոներին, երբ տեսչում էի արխիվային փաստաթղթերը։ Սառը հոսանք անցավ մեջքիս, ակնթարթորեն դուրս մղելով սանատորիայի ջերմությունը։ Ես խոնարհվեցի, հաջորդ պարկի կողքը պատրված էր։ Ներսում, խառնաշփոթ կույտի մեջ, ընկած էին գրքեր։ Իմ գրքերը, Ռաֆիի հատորներ, հին արվեստի ալբոմներ, տեղեկան գրքեր, որոնք ես հավաքել էի 40 տարի։ Իսկ ամենավերևում, դեմքով ներքև, ընկած էր շրջանակը։ Ես բարձրացրի այն, ապակին ճակած էր, խաչաձև անցնելով իմ հանգուցյալ ամուսնու Պետրոսի ժպիտի վրայով։ Սա վերանորոգում չէր, սա մաքրում էր։ Բնակարանում լռություն էր, ընդհատվում միայն խոհանոցից հնչող բարձր հաճույքով ծամելու ձայնով։ Ինչ որ մեկը ուտում էր, առանց ամաչելու, ինչպես տանտերը։ Ես անցա պարկերի վրայով, փորձելով չդիպչել դրանց իմ վերարկուի ծայրերով, կարծես վարակիչ լինեին։ Անցնելով միջանցքով կանգ առա խոհանոցի դրան մոտ։ Վահագնը, իմ փեսան, նստած էր իմ կաղնու սեղանի մոտ։ Նա պարկել էր աթոռին, ոտքերը երկարած նորաձև ջինսերով, ու մատներով, որոնք զարդարված էին ոսկե մատանիներով, բռնել էր մեծ կանաչ խնձոր։ Նա կրկին կծեց մի կտոր, բարձր ծամեց ու վերջապես նկատեց ինձ։ Նրա դեմքին ոչ մի մկան չշարժվեց, ոչ ամոթ, ոչ մեղքի զգացում, միայն թեթևակի նյարդայնություն։ Կարծես ես անհանգստացնող ճանճ լինեի, որ թռել է պատուհանից։ Սիրանուշը, իմ դուստրը, կանգնած էր լվացարանի մոտ, մեջքով դեպի ինձ։ Նրա ուսերը լարված էին, գլուխը իջեցրած։ Նա լվանում էր բաժակը, կատաղի շփելով այն սպունգով, թեև այն վաղուց մաքուր էր։ Նա գիտեր, որ ես այստեղ եմ։ Նա զգում էր իմ ներկայությունը, բայց չէր համարձակվում շրջվել։ Իսկ Վահագնը, նույնիսկ չփորձելով վեր կենալ։ Դուք շուտ եք եկել։ Մենք մտածում էինք ավտոբուսը միայն երեկոյան կգա։ Ինչ է կատարվում միջանցքում։ Իմ ձայնը հնչեց հանգիստ, բայց չոր։ Այդպես ես սովորաբար խոսում էի արխիվի անփույթ աշխատակիցների հետ, ովքեր կորցրել էին կարևոր ցուցակը։ Ինչու են իմ իրերը շինարարական աղբի պարկերի մեջ։ Վահագնը ժպտաց, սրբելով շուրթերը ձեռքի մեջով։ Սա աղբ չէ, սա օպտիմիզացիա է։ Նա նետեց խնձորի կոթը ափսեի մեջ, որտեղ արդեն կույտ էր կուտակված արևածաղկի գեղևից։ Նստեք, մայրիկ, պետք է խոսենք։ Ավելի ճիշտ, ես պետք է ձեզ նորություններ հայտնեմ։ Ես չնստեցի։ Մնացի կանգնած, հենվելով դռան կողին։
զգալով, թե ինչպես ներսում սկսում է եռալ սառցե զայրույթը։ Սիրանուշ, դուստրս դողաց, բայց չշրջվեց։ Ջուրը շարունակում է հոսել, ծածկելով նրա լռությունը։ Մի անհանգստացրու նրան, նա վրդովված է, բայց համաձայն է։ Ձեռքով ցույց տվեց Վահագնը։ Լսեք ուշադիր։ Իրավիճակը փոխվել է։ Իմ մորը, Մարիամին, բժիշկները քաղաքային հարմարավետություն են նշանակել։ Նրա հոդերը ցավում են, խնամք է պետք։ Պոլիկլինիկան մոտ է։ Իսկ մեր բնակարանը, ինքներդ գիտեք, 3-ի համար էլ փոքր է։ Դե 4-ի, ձեզ հաշվի առնելով։ Նա դադար արեց, վայելելով պահը։ Կարծես դերասան բեմում։ Կարճ ասած, մայրս տեղափոխվում է այստեղ, ձեր սենյակը։ Այն ամենամեծն է, լուսավոր, հենց նրա համար է։ Իսկ ես, հարցրի ես, արդեն իմանալով պատասխանը։ Ես գիտեի այն դեռ նախքան նա բացել էր բերանը։ Ես տեսել էի այդ պատասխանը պարկերի կույտում դրան մոտ։ Դուստրս խոյացած, վախեցած մեջքում։ Իսկ դուք, Հարուսյակ, գնում եք բնության գիրք։ Հանդիսավոր հայտարարեց Փեսաս։ Ինչպես ասում են հայրական տուն, գյուղ։ Այնտեղ օդ կա, էկոլոգիա, լռություն, գեղեցկություն։ Թոշակառուի համար դրախտ։ Սիրանուշն արդեն հավաքել է ձեր իրերը։ Տաքսին կանչում եմ մի ժամից, այն ձեզ ուղիղ այնտեղ կտանի։ Գյուղի տունը, թեքված փայտե խրճիթը, 100 կիլոմետր հեռավորության վրա քաղաքից, որտեղ կաս չկա, ջուր չկա, որտեղ տանիքը 5 տանի առաջ էլ արտահոսում էր։ Իսկ ձմռանը սենյակներում ջերմաստիճանը իջնում էր մինչև 5 աստիճան, եթե վարարանը շուրջօրյա չվարվի։ Դա տուն չէր, դա գերեզման էր։ Այդ տունը ձմռանը անպիտան է ապրելու համար։ Հանգիստ ասացի ես։ Հատակները փտել են, ջեռուցում չկա։ Դե շուտով ամառ է, ծիծաղեց Վահագնը։ Թեև պատուհանից դուրս մոխրագույն խոնավ նոյեմբեր էր։ Կդիմանաք։ Նա վեր կացավ, ձգվեց, մոտեցավ ինձ շատ մոտ։ Նրանից հոտ էր գալիս թանգոծանելիք ու փտած խնձորի։ Նա կանգնել էր իմ վրա, վստահիր իրավունքի, ուժի, անպատժելիության մեջ։ 10 տարի ես նրանց անվճար էի պաղում այստեղ, որպեսի ոտքի կանգնեն։ 10 տարի ես համբերում էի նրա անքաղաքավարությունը, ցրված գուլպաները, բարձրաձայն երաժշտությունը։ Ես կարծում էի ընտանիքին եմ օգնում։ Դուք ծեր եք, Արուսյակ, ասաց նա ուղիղ նայելով դեմքիս։ Նրա աչքերը դատարկ էին, ինչպես ծկան։ Ինչին երիտեց ես այդքան տեղ, 3 սենյակ, բարձր առաստաղներ, դա անդրամաբանական է։ Վերջին անգամ օգտակար եղեք, ազատեք բնակելի տարածքը երիտասարդների համար ու նրանց, ում իսկապես պետք է։ Հեռացեք, մի ստիպեք ինձ ուժով դուրս հանել ձեզ։ Այդ պահին ներսում ինչ-որ բան սեղմվեց։ Կարծես փակվեց ծանր թղթաբանակը գործով, որի վրա աշխատել եմ տարիներ շարունակ։ Գործը իմ ընտանիքը փակվեց։ Արխիվ, հավերժական պահպանման։ Ես նայեցի Սիրանուշին։ Նա անջատեց ջուրը ու սառեց, բռնելով լվացարանի եզրը։ Նա ամեն ինչ լսել էր, յուրաքանչյուր բառ, ու լռում էր։ Արդյունք չկար։ Ներսում դատարկ ու պարզ դարձավ ինչպես ընթերցասրահում բացումից առաջ։ Ես հասկացա, առջևումս ոչ թե հարազատներ, այլ օկուպանտներ են, իսկ օկուպանտների հետ բանակցություններ չեն վարում, նրանց դուրս են վտարում։ Ես դանդաղ բարձրացրի հայացքս դեպի Վահագնը։ Իմ դեմքը մնաց նույնքան անշարժ, ինչպես քարե արձանները, որոնք զարդարում էին մեր տան ճակատը։ Նշանակում է ես ծեր եմ, հանգիստ կրկնեցի ես, եւ պետք է օգտակար լինեմ։ Հենց այդպես, ժպտաց նա, ընդունելով իմ հանգիստությունը որպես հնազանդություն։ Ուրախ եմ, որ հասկացանք իրար առանց հիստերիայի։ Լավ, ասացի ես։ Այդ դեպքում ես հիմա դուրս կնետեմ իմ տանից եւս մեկ աղբի կտոր։ Վահագնը խոժորվեց, չհասկանալով։ Ինչ աղբի կտոր։ Սիրանուշն արդեն ամեն ինչ փաթեթավորել է։ Ես չպատասխանեցի, շրջվեցի ու գնացի խոհանոցից։ Էй, գոռաց նա իմ հետևից։ Դուք ուր եք գնում։ Իրերը միջանցքում են, հագնվեք, մեքենան շուտով կլինի։ Ես քայլում էի երկար միջանցքով, անցնելով սև պարկերի կողքով, անցնելով իմ անցյալի կողքով, որը փաթեթավորված էր ինչպես թափոններ։ Իմ քայլը ամուր էր։ Ես գնում էի ոչ դեպի ելք, ես գնում էի դեպի բնակարանի խորքը, այնտեղ, որտեղ միջանցքը բաժանվում էր։ Աջում խոհանոցն ու հյուրասենյակն էին, որտեղ մնացել էին նրանք։ Ձախում լայն անցում դեպի իմ ննջասենյակն ու կաբինետը։ Այդ անցումը բաժանում էր ծանր կաղնե դուռը, վիտրաժային ապակիով։ Հին նախապատերազմյան դուռը, որը Վահագնը վաղուց երազում էր քանդել, եվրոպական վերանորոգում անելու ու տարածք ընդլայնելու համար, բայց ես չէի թույլ տվել, եւ հիմա գիտեի ինչու։ Մայրիդ, Սիրանուշի ձայնը առաջին անգամ կտրեց լռությունը, բարակ, վախեցած։ Մայրիկ, սպասիր։ Ես հասա անցմանը, անցա շեմը, հայտնվելով իմ սենյակների, իմ կաբինետի, իմ սրբարանի տարածքում։
Վահագնը դուրս եկավ խոհանոցից միջանցք, սրբելով ձեռքերը ջինսերին։ Լսիր, ինչ ես մտածել։ Նրա ձայնն ավելի կոպիտ դարձավ։ Մի թաքնվիր կաբինետում, դա չի օգնի։ Ես բռնեցի ծանր բրոնզե բռնակը, շրջվեցի դեմքով դեպի նրանք։ Նրանք կանգնած էին նեղ միջանցքում սեղմված պատերի ու բարգերի արանքում։ Վահագնը կարմրված ծայրույթից, Սիրանուշը գունատ, ինչպես կտավ։ Ես չեմ թաքնվում, Վահագն, ասացի ես հստակ, որպեսզի յուրաքանչյուր բառ փորոտվի նրանց հիշողության մեջ։ Ես զբաղեցնում եմ իմ դիրքը։ Ես ուժգին քաշեցի դուռը դեպի ինձ։ Ծանր թևը սահուն շարժվեց, ծխնիները նույնիսկ չճռացին։ Ես միշտ հետևում էի, որ իմ տանը ամեն ինչ աշխատի անթերի։ «Էй, ինչ ես անում», գոռաց Վահագնը շտապելով առաջ, բայց նա չհասցրեց։ Դուռը փակվեց նրա քթի առաջ, ծանր վերջնական հարվածով։ Ես ակնթարթորեն պտտեցի լատունե շրջանակը։ Պտուտակի սեղմչի ձայնը հնչեց ինչպես կրակոց։ «Բաց արա», Վահագնը բռունցքով հարվածեց փայտին։ «Դու խելագարվել ես, ձեր կախարդուհի, անմիջապես բաց արա»։ Ես մեջքով հենվեցի դռան սառը մակերեսին։ Զգում էի նրա հարվածներից առաջացած թրթրանքը։ Լսում էի, թե ինչպես է Սիրանուշը քնքուշ նվնվում։ Նրանք այնտեղ էին, միջանցքում, կտրված զուգարանից, լոգարանից, ննջասենյակներից, փակված միջանցքում, աղբի պարկերի հետ միասին։ Ես փակեցի աչքերս ու խոր շունչ քաշեցի։ Այստեղ, բնակարանի այս մասում, օդը մաքուր էր, հոտ էր գալիս գրքերից ու նարդոսից։ Պատերազմը սկսվել էր, եւ առաջին քայլը իմն էր։ Ես հեռացա դռնից առանց հետ նայելու։ Հետևից միջանցքում բարձրանում էր փոթորիկ։ Վահագնը բռունցքներով խփում էր կաղնեվահանակին։ Նրա գոռոցները, հայհոյանքի ու սպառնալիքների խառնուրդը, խլուրդ էին արձագանքում պատերին, ինչպես նկուղում փակված շանհաչոց։ Սիրանուշը ինչ-որ բան բարակ նվնվում էր, բայց ես այլևս չէի տարբերում բառերը։ Ինձ համար այդ ձայները դարձել էին պարզապես ֆոնային աղմուկ, անհանգստացնող խանգարում, ինչպես պատուհանից դուրս տրամվայի դղրտոցը, որին սովորում ես ու դադարում նկատել։ Ես մտա իմ կաբինետ։ Այստեղ տիրում էր նույն սրբազան կիսախավարը, ինչ միշտ, բայց օդը խեղդված էր։ Իմ քիթը, որ սովոր էր հին թղթի ու կնիքի մոմի հոտին, զգաց օտարնոտան էր, էժան ծխախոտ, թափված սուրճ ու տղամարդու դեզոդորանտի քաղցրավուն հոտ։ Վահագնը տիրել էր այստեղ իմ բացակայության ժամանակ, նստել էր իմ աթոռին, դիպել էր իմ իրերին։ Այս մետքը պետք է բարկություն առաջացներ, բայց փոխարենը եկավ միայն սառը զզվանք։ Բարկությունը նրանց համար են, ովքեր չգիտեն ինչ անել։ Իսկ ինձ մոտ պլան կար։ Ես մոտեցա գրասեղանին, մի կողմ հրեցի կեղտոտ բաժակը չորացած սուրճի հետքերով ու քաշեցի դեպի ինձ հեռախոսը, իմ հին հավատարիմ սարքը, սկավառակով հավաքիչով։ Ծանր սև խողովակը հաճելիորեն ընկավ ափիս մեջ, եւ նրա ծանրությունը հանգստացնում էր։ Ես հիշողությունից հավաքեցի համարը, սկավառակը պտտվեց մեղեդիական ջրջռոցով, հաշվելով նրանց դատավճռի վայրկյանները։ «Սևակ», ասացի ես, հենց որ մյուս կողմից վերցրին խողովակը։ «Արուսյակն եմ»։ Հին դարբնոցագործի ձայնը հնչեց խզված, բայց ջերմ։ «Վերադարձել ես, տեսնում եմ լույս է պատուհաններում»։ «Վերադարձել եմ, Սևակ, օգնության կարիք ունեմ»։ «Վերցրու քո պայուսակը ու բարձրացիր ինձ մոտ, անհապաղ»։ «Ինչ-որ բան դրան փականի հետ է», զգուշացավ նա։ «Դեռ ոչ, բայց շուտով կլինի, պետք է փոխել մուտքի դրան միջուկը, եւ գուցե պետք լինի քո տղամարդկային ուժը»։ «Հասկացա», կարճ պատասխանեց նա, առանց ավելորդ հարցերի։ 5 վայրկյան, 10 րոպեից կլինեմ։ Ես դրեցի խողովակը։ Հիմա ժամանակ ունեի գլխավորի համար։ Մոտեցա գրքերի պահարանին, որտեղ էնցիկլոպեդիաների շարքերի հետևում թաքնված էր փոքրիկ պահարանը, պատիններ կառուցված դեռ իմ հանգուցյալ Պետրոսի ժամանակներում։ Վահագնը գիտեր դրա գոյության մասին, բայց երբեք չգիտեր կոդը։ Նրա համար դա պարզապես երկաթե տուփ էր, ինձ համար իմ տան սիրտը։ Մատները սովորությամբ հավաքեցին համադրությունը, դռնակը անշշուկ բացվեց։ Պահարանի խավարից սառը մետաղի հոտ եկավ։ Ես հանեցի ծանր երկաթե տուփը, ծածկված գլեբ-գլեբ կանաչ ներկով։ Այն հավանաբար 3 կիլոգրամ կշռում էր, բայց իմ ձեռքերում հիմա թեթև էր ինչպես փետուր։ Դրեցի սեղանին ու բացեցի կափարիչը։ Ահա նրանք, իմ զինվորները, իմ բանակը։ Վերևում պառկած էր սեփականության իրավունքի վկայագրի օրիգինալը։ Դեղնավուն թուղթ, գերբով կնիքով, այնտեղ միայն մեկ անուն կար՝ Արուսյակ։ Ոչ մի դուստր, ոչ մի համասեփականատեր, բայց գլխավոր զենքը դրա տակ էր։ Ես հանեցի բարակ թերթերի կույտ։ Դրանք անհատույց օգտագործման պայմանագրեր էին։ 5 տարի առաջ, երբ Սիրանուշը աղաչում էր գրանցել Վահագնին, որպեսզի նա կարողանա աշխատանքի անցնել հեղինակավոր տեղում, ես համաձայնեցի, բայց պայմանով։ Ես որպես արխիվագետ գիտեի փաստաթղթի ուժը։ Ես ստիպեցի նրանց ստորագրել այդ թղթերը։ Նրանք այն ժամանակ ծիծաղում էին, Վահագնը կատակում էր. «Զոնքաչ, դու ինչ ես, ԿԳԲ-ում աշխատել ես»։
Ինչի՞ թե այս բյուրոկրատիան։ Մենք ընտանիք ենք, բայց ստորագրեց առանց նայելու։ Պայմանագրում հստակ գրված էր. բնակության իրավունքը տրամադրվում է 1 տարի ժամկետով, երկարաձգման հնարավորությամբ միայն սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ։ Վերջին երկարաձգումը ավարտվել էր 3 շաբաթ առաջ, երբ ես սանատորիումում էի։ Ես չեմ ստորագրել։ Իրավաբանորեն հենց հիմա իմ միջանցքում ոչ թե հարազատներ էին, այլ օտար անձինք, որոնք ապօրինի զբաղեցնում էին օտարի բնակելի տարածքը։ Հարվածները դրանը դարձել էին ավելի հազվադեպ, բայց ավելի ուժեղ։ Հավանաբար Վահագնը փորձում էր ուսով ջարդել փականը, հիմար։ Այս դուռը գոյատևել է ռմբակոծությունները, այն կգոյատևի նաև նրա հիստերիան։ Ես պատրեցի թերթ մի տետրակից ու վերցրի գրիչ։ Իմ ձեռագիրը հարթ էր, կալիգրաֆիական, առանց մի դողի։ Ձեզ տրվում է 45 րոպե ձեր անձնական իրերը հավաքելու համար։ 45 րոպեից հետո կգա վարպետը եւ կփոխի փականները։ Եթե կամավոր չհեռանաք, ես կկանչեմ ոստիկանություն եւ կներկայացնեմ փաստաթղթեր ձեր ապօրինի գտնվելու մասին բնակարանում։ Ժամանակը գնաց։ Մոտեցա դռանը, որն առանձնացնում էր ինձ գոռացող խառնաշփոթից։ Նստեցի ծնկի վրա ու սահեցրի գրությունը շեմիտակի ճեղքով։ Մյուս կողմում լռություն ընկավ։ Նրանք տեսան թուղթը։ Լսեցի խշշոց, հետո Սիրանուշի շշնջոցը, բարձրաձայն կարդում էր։ 45 րոպե, մրմնջաց նախ, եւ նրա ձայնում հնչեց իսկական սարսուռ։ Բլեֆ է անում ձեր քնիկը, ասաց Վահագնը։ Ոչինչ չի անի։ Սիրանուշ, օգնիր, ջարդենք դուռը։ Բայց հարվածներն այլևս չշարունակվեցին։ Նրանք վախեցան իմ ճշգրտությունից։ Վահագնը գիտեր, եթե ես ժամանակ եմ նշում, նշանակում է մեխանիզմն արդեն գործարկված է։ Ես վերադարձա սեղանին, փաստաթղթերը տուփի մեջ դնելու համար, բայց հայացքս կառչեց անկարգությանը, որ Փեսան ստեղծել էր սեղանի վրա։ Նա մի կողմ էր հրել իմ թղթապանակները, իր նոթբուքի համար տեղ ազատելու, կույտ էր արել ինչ-որ նամակներ։ Ես մեքենայականորեն սկսեցի կարգի բերել։ Սովորություն. փաստաթղթերում խառնաշփոթ, գլխում խառնաշփոթ։ Վերցրի ծրարների կույտը դնելու համար եզրին, եւ այստեղ սառեցի։ Սրանք իմ նամակները չէին, ոչ էլ բնակարանի վճարների հաշիվները, որոնք սովորաբար գալիս էին պարզ սպիտակ ծրարներով։ Սա պաշտոնական նամակների խիտ կույտ էր, կարմիր կնիկներով, կարևոր եւ անձամբ հանձնել։ Հասցեատեր Վահագնին։ Գիտեի, որ օտարի նամակները կարդալը վատ է, բայց Վահագնը հենց նոր պատերազմ էր հայտարարել ինձ, իսկ պատերազմում հետախուզությունը ամեն ինչ է որոշում։ Հակաակնոցներս վերցրի վերին ծրարը, այն արդեն բացված էր, կոպտորեն պատրված կողքից։ Հանեցի թերթը բանկի լոգոյով։ Տողերը ցատկեցին աչքերիս, կազմելով անողոք պատկեր։ Հարգելի վարկառու, համակարգային խախտումների կապակցությամբ վճարումների գրաֆիկի սկսվել է հարկադիր գանձման ընթացակարգը։ Ես մի կողմ դրեցի թերթը ու վերցրի հաջորդը, չբացված։ Զգուշորեն պատռեցի եզրը։ Ծանուցում գրավի գույքի օտարման ընթացակարգի մեկնարկի մասին։ Պահեստային տարածք, հասցեով, առևտրային կետ, թիվ 4։ Ձեռքերս ծառեցին, բայց ուղեղս արագացրեց աշխատանքը կրկնակի արագությամբ։ Վահագնը միշտ պարծենում էր իր բիզնեսով, լոգիստիկա, ներմուծում, հեռանկարներ։ Ասում էր գործերը լեռն են բարձրանում։ Ես թերթեցի մնացած նամակները, գումարները երկար ժամանակ աստղաբաշխական էին, ամսաթվերը թարմ։ Վերջին նամակը գանձապետական գործակալությունից էր։ Ես բարձրացրի հայացքս ու նայեցի փակ դրանը։ Ահա թե ինչ է։ Մարիամը տեղափոխվում է այստեղ ոչ թե խնամքի կարիքի պատճառով, իսկ ինձ դուրս են շպրտում փտած խրճիթը ոչ թե նեղ լինելու պատճառով։ Վահագնը սնանկ է։ Նա կորցրել է ամեն ինչ՝ պահեստը, ապրանքը, հեռանկարները։ Նա իր մորը տեղ չունի տանելու։ Ամենայն հավանականությամբ նրա բնակարանն էլ ինչ-որ կերպ խառնված է այս ֆինանսական փոսին։ Նա եկել է այստեղ ոչ թե որպես տարածք ընդլայնող տերը։ Նա եկել է որպես անկյունում սեղմված առնետ, փնտրելով ցանկացած անցք թաքնվելու համար։ Իսկ իր կաշին փրկելու համար որոշել է ինձ նետել այդ փոսը։ Ես գուշորեն ծալեցի նամակները հետ կույտի մեջ։ Հիմա սա պարզապես աղբ չէր իմ սեղանին։ Սա էր այն գոզրը, որ ջախջախում էր նրա ցանկացած քարտը։ Ինձ մնացել էր եւս կես ժամ մինչև սևակի գալը, եւ հիմա ես ճիշտ գիտեի, թե ինչ եմ ասելու, երբ բացեմ այս դուռը։ Մետաղի աղմուկը պատրեց կաբինետի լռությունը, ինչպես կրակոց։ Բրոնզե բռնակը, որ կես ծառայել էր հավատարմորեն, ճռռալով դուրս եկավ իր բնից։ Դուռը բացվեց, հարվածելով պատին, այնպես որ առաստաղից թափվեց մանր սվաղի փոշի։ Նա ներխուժեց սենյակ, ծանր շնչելով, կարմիր, քրտնած, աչքերում հաղթական փայլով։ Ձեռքին նա բռնել էր ոչ թե բռնակի բեկորը, այլ 4 անգամ ծալված թուղթ։ Հետևում միջանցքից տվերում կծկված էր Սիրանուշը, չհամարձակվելով անցնել իմ ապաստանի շեմը։ 45 րոպե, արտաշնչեց նա, եւ շուրթերը ձգվեցին կոր ժպիտի։ Ժամանակով ես ինձ վախեցնում, ծերուհի, դու կարծում ես դու ես այստեղ օրենքը։ Նա անցավ դեպի սեղանս, ճանապարհին հրելով աթոռը, որ կանգնած էր անցնելու վրա։ Ես չշարժվեցի, ձեռքերս հանգիստ պառկած էին սեղանի վրա, ծածկելով նամակների կույտը, որի մասին նա դեռ չգիտեր։ Ես եմ այստեղ օրենքը, մռնչաց նա, ամբողջ ուժով սեղմելով իր թուղթը սեղանի վրա, ուղիղ քթիս առաջ։ Կարդալ դեռ կարող ես։ Թե մարազմը վերջնական գերել է ուղեղդ։ Ես կողքի նայեցի թղթին։ Դա լիազորագիր էր։ Հիշում ես անցյալ ձմեռը։
Նրա ձայնը թափվում էր թույնով ու ինքնագոհությամբ։ Ջերմաստիճան 40-ի սահմանին։ Դու այն ժամանակ բարկած էիր անշարժ, զարանցում էիր։ Ես քեզ արգանակ էի կրում ու թղթեր ստորագրեցնում։ Սուբսիդիայի ձևակերպման համար։ Հիշում ես։ Ես հիշում էի։ Կպչուն տապը, գլխում մշուշը ու փեսայի համար ձայնը։ Այստեղ ստորագրի Արուսյակ։ Սա պարզապես ձևականություն է, որպեսզի մենք կարողանանք վճարել բնակարանի համար, քանի դեռ դուք հիվանդ ես։ Սա գեներալ լիազորագիր է, հաղթական հայտարարեց Վահագնը, մատով ցույց տալով գերբով կնիքը։ Իրավունքով տիրապետելու ու տնօրինելու ամբողջ գույքը, այդ թվում այս տունը։ Այսինքն իրավաբանորեն ես կարող եմ հենց հիմա դուրս նետել քեզ այստեղից, թեկուզ պատուհանից։ Ես քո խնամակալն եմ։ Դու անգործունակ ես, Իժդիվենկա։ Նա շրջվեց դեպի դուռը, որտեղ կանգնած էր դուստրս։ Սիրանուշ, ինչ ես սառել։ Տար պարկերը մեքենան ու բեր իր վերարկուն։ Նոյեմբեր ամիս է, մենք հենց հիմա ենք գնում։ Սիրանուշը վախվորեն քայլ արեց առաջ։ Նրա աչքերը վազում էին, խուսափելով իմ հայացքից։ Վահագն, գուցե այդքան կոպիտ չլինենք, սկսեց նա դողացող ձայնով։ Պետք է, կտրեց նա։ Նա լավով չի հասկանում։ Նա մեզ սպառնալ է որոշել։ Ես դանդաղ, ցուցադրաբար դանդաղ, ձեռքս տարա ակնոցի պատյանին։ Հանեցի դրանք, շորով սրբեցի ապակիները ու դրեցի քթիս վրա։ Դե կարդա, ծիծաղեց Վահագնը։ Փնտրիր ստորագետները, արխիվագետ խեղճ։ Ես վերցրի թերթը։ Թուղթը էժան էր, մոխրագույն։ Տեքստը տպված էր սխալներով։ Աչքերս սահեցրի տողերի վրայով։ Ես վստահում եմ Վահագնին կառավարելու ու տնօրինելու։ Այո, ձևակերպումները ստանդարտ էին։ Դիլետանտի համար դրանք սարսափելի ու համոզիչ էին թվում։ Բայց ես դիլետանտ չէի։ Ես 40 տարի պետական արխիվների պահապան էի։ Ես գիտեի յուրաքանչյուր կեռիկի գինը։ Սիրանուշ, կանգնիր, ասացի ես առանց գլուխ բարձրացնելու։ Դուստրս սառեց։ Դու ինչ ես հրամայում նրան, բարկացավ Վահագնը։ Վահագն, հանեցի ակնոցներս ու նայեցի նրան ապակիների վրայով։ Իմ ձայնը հարթ էր, ինչպես հորիզոնի գիծը։ Երբ դու այս թուղթը վերակերպում էիր, կարծես գումար ես խնայել։ Ինչ, թարթեց նա, շփոթված իմ տոնից։ Նոտարիուսը, բացատրեցի ես մատով թակելով էջի ներքևի մանուշակագույն կնիքին։ Ազգանունը Պարոնյան։ Սա նա է, որ նստում է շուքայի կիսանկողում, վերցնում է 5000 դրամ ու հարցեր չի տալիս։ Ինչ տարբերություն, փշշացրեց նա, բայց աչքերում անհանգստություն փայլեց։ Կնիկ կա, ստորագրություն կա։ Տարբերություն կա, սիրելիս։ Նոտարիատի մասին օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ կետում։ Ես խոսում էի այնպես, կարծես դասախոսություն էի կարդում անփորձ ուսանողին։ Անշարժ գույքի օտարման գործարքները, ինչպես նաև դրանք ենթադրող լիազորագրերը, պարտադիր պետք է վավերացվեն նոտարիուսի կողմից, որը կցված է անշարժ գույքի գրանցման վայրի վարչական շրջանին։ Մեր տունը պատկանում է կենտրոնական շրջանին, իսկ պարոննա գրանցված է մարզային ռեեստրում։ Ես զգուշորեն դրեցի թղթիկը հետ սեղանին, կարծես օգտագործված անձեռոցիկ լիներ։ Այս թղթիկը պիտանի է, որ ստանամ իմ անունով գուլպաների փաթեթ փոստից, բայց դու չես կարող ինձ դուրս նետել կամ վաճառել իմ բնակարանը դրա հիման վրա։ Ցանկացած դատարան, էլ ինչ դատարան, ցանկացած հաշմանդամ ոստիկան կծիծաղի քո դեմքիդ։ Դու խնայել ես 3000 դրամ պետական турքի վրա, Վահագն, ու պարտվել ես։ Սենյակում կախվեց զնգացող լռություն։ Վահագնը կանգնած էր բաց բերանով։ Նրա դեմքը դանդաղ սկսեց լցվել մանուշակագույնով։ Նա հայացքը տեղափոխում էր ինձնից թղթի վրա, փորձելով գիտակցել, որ իր կոզրը դատարկ էր։ Դու սուտ ես ասում, խզված ասաց նա, բայց ձայնում այլևս վստահություն չկար։ Զանգիր փաստաբանին, առաջարկեցի ես։ Ահա, միայն փաստաբանի փող չունես։ Նա սեղմեց բռունցքները, քթանցքերը փչացան։ Ես տեսնում էի, թե ինչպես է նրա մեջ եռում կույր կենթանական զայրույթը։ Նա քայլ արեց դեպի ինձ, ձեռքը բարձրացնելով, հարվածելու, թուղթը ծալելու համար։ Բայց այդ պահին բնակարանը ծակեց դրան զանգի երկար, համար պահանջկոտ ձայնը։ Վահագնը սառեց, ձեռքը կախվեց օդում։ Մենք, արտաշնչեց նա կտրուկ գունատվելով։ Դու ոստիկաններ ես կանչել։ Ես չհասցրի պատասխանել։ Սիրանուշը, ուրախանալով առիթից փախչելու այս խեղդված սենյակից, վազեց միջանցք։ Ես կբացեմ։ Մենք լսեցինք, թե ինչպես սեղմեց մուտքի դրամփականը։ Վահագնը լարվեց, պատրաստ պաշտպանվելու։ Բայց փոխարենը խիստ լեյտենանտի փոխարեն միջանցքից լսվեց բարձր վիրավորական կանացի ձայն, որ ակնթարթորեն լցրեց ամբողջ բնակարանը, ինչպես եռացող ջուր։ Վերջապես, Սիրանուշ, ինչու այդքան երկար։ Զանգում եմ, ձեր վերելակը չի աշխատում։
Ստիպված եղա քաշ տալ ուղեբեռը երկրորդ հարկ։ Ուր է Վահագնը։ Ինչու ոչ ոք չի դիմավորում ինձ։ Վահագնը արտաշնչեց, ուսերը իջան։ Սա ոստիկանություն չէր, սա ավելի վատն էր։ Կաբինետի դրան մոտ հայտնվեց Մարիամը։ Նա հուշարձանային էր, հսկայական վերարկուով, հասուն կերասի գույնի, հսկայական մորթե գլխարկով, չնայած նոյեմբերյան ցեխին, նա զբաղեցնում էր ամբողջ անցումը։ Հետևից ծանր շնչելով Սիրանուշը։ Մարիամը հայացքով շրջեց կործանված կաբինետով, շրջված աթոռով, կոտրված բռնակով դրան, ինձ սեղանի մոտ կանգնած, ու Վահագնին, կարմիր ու խառնաշփոթ։ Նրա փոքրիկ ուլունքաչափ աչքերը կանգն առան ինձ վրա, իմ պարզ տնային զգեստի ձեռքերի վրա, հին նամակների տպագրական փոշուց կեղտոտված։ Նա տանտիրուհի չտեսավ։ Նրա աշխարհայացքում տանտիրուհին արդեն ինքն էր։ Ահա, արդեն սկսել եք, գոհությամբ գլխով արեց նա, հանելով ձեռնոցները։ Լավ ես արել, Վահագնը կազմակերպել է գործընթացը։ Նա քայլ արեց դեպի ինձ ու խցկեց իմ ձեռքերին իր թաց կաշվե ձեռնոցները։ Ինչ ես կանգնել, սիրելիս, գոռաց նա ինձ, կարծես խուլ լինեի։ Տեսնում ես տիկինը եկավ։ Դե, շարժվիր։ Մաքրիր այս խառնաշփոթը ու թեյնի կդիր։ Իսկ այս թուփերը, նա ձեռքով ցույց տվեց իմ արխիվային թղթաբանակները դարակներում։ Հանիր արագ, ինձ տեղ է պետք սրբապատկերների համար։ Վահագնը ձեռքերով ծածկեց դեմքը, իսկ ես նայեցի օտար ձեռնոցներին իմ ափերում։ Դրանք սառը ու խոնավ էին։ Իհարկե, հանգիստ ասացի ես, ու շուրթերիս հանկյունը դողաց։ Հիմա ամեն ինչ կկարգավորենք։ Թեյը շատ տեղին կլինի։ Վահագնը բարձրացրեց ինձ վրա աչքերը լի սարսափով։ Նա հասկացավ, ես չեմ պատրաստվում հակառակել նրա մորը։ Դեռ ոչ, ես պատրաստվում եմ խաղալ այս խաղը, որպեսզի վերջնականապես ոչնչացնեմ նրան։ Ես զգուշորեն դրեցի Մարիամի թաց կաշվե ձեռնոցները կոմոդի եզրին, փորձելով չդիպչել փայլեցրած փայտի մակերեսին։ Միջանցքում դարձել էր անտանելի նեղ։ Սկեսուրը զբաղեցնում էր այնքան տարածք, կարծես իր հետ միասին բնակարան էր մտել ամբողջ ցեղը։ Նա բացում էր վերարկուի կոճակները, միաժամանակ հրահանգներ տալով Սիրանուշին, որը կռացած փորձում էր քաշ տալ հյուրասենյակ։ Զգույշ այդ պայուսակի հետ, այնտեղ սպասքի հավաքածուն է, գոռաց Մարիամը, եւ մի դիր հատակին, այնտեղ քամի է, դիվանին դիր։ Վահագնը շրջվում էր մեր միջև, ինչպես օձը տաք տապակի վրա։ Քրտինքը մեծ կաթիլներով հոսում էր նրա քունքերից, կպչելով մորուքին։ Նա բռնեց իմ արմունքից, ցավոտ սեղմելով մատները։ Դե ամեն ինչ ցիրկն ավարտվեց, շշնջաց նա ականջիս մեջ, ցողելով թքով։ Մայրս եկավ, պետք չէ նրան նյարդայնացնել, հագնվիր ու գնա, մեքենան սպասում է, Սիրանուշը կհանի քո իրերը։ Ես դանդաղ սառցե հանգստությամբ ազատեցի ձեռքս։ Նրա աչքերում խշշում էր կենդանական վախը։ Նա վախենում էր ոչ թե ինձնից, նա վախենում էր նրանից, թե ինչ կարող է պատահել, եթե ես ու նրա մայրը խոսենք 5 րոպեից ավելի։ Վահագն, Աստծուց վախեցիր, ասացի ես բավականաչափ բարձր, որպեսզի ձայնս ծածկի պարկերի խշշոցը։ Քո մայրը ճանապարհից է, նա հոգնած է, սառել է, իսկ դու տանտիրուհուն դուրս ես շպրտում, առանց հյուրին թեյ առաջարկելու, ինչ սովորություններ են։ Մարիամը սառեց, արդեն հանելով մի ձեռքը վերարկուի թևից։ Նա նայեց որդուն կասկածով։ Իրոք, գոռաց նա, ինչ ես կարծես եռացրած լինես, թող շունչս առնեմ, ես էլեկտրական գնացքից եմ, մեջքս ցավում է։ Եվ ընդհանրապես ես ուզում եմ զննել իմ տիրույթները։ Իմ տիրույթները բառերը ականջիս ռեզոնանս տվեցին, բայց ես չդրսևորեցի, միայն կոկիկ շպտացի, ընդունելով այն դերը, որ նրանք ինձ հանձնել էին, ծեր, խելագարված, վերջին ժամերը ապրող ծառայակիցի դերը բարոնական տանը։ Անցեք խոհանոց, Մարիամ, հրավիրեցի ես ժեստով ցույց տալով ճանապարհը։ Ես հենց նոր թարմ թեյ եմ եփել, ուրցով։ Ուրցով, արեց նա, տանտիրուհու պես անցնելով իմ կողքով ու ուսով հարվածելով։ Լավ, նստիր, միայն ամուր մի արա, ճնշումս բարձր է։ Մենք տեղափոխվեցինք խոհանոց, տարածքը, որը ես սիրում էի առավոտյան լռության ու լույսի համար, հիմա թվում էր փոքրիկ ու խեղդված։ Մարիամը փլուզվեց իմ աթոռին, այն, որ պատուհանի մոտ էր, որտեղ ես սիրում էի առավոտյան կարդալ, եւ աթոռը ճռռաց նրա ծանրության տակ։ Վահագնը մնաց կանգնած դռան մեջ, փակելով ելքը, կարծես բանտի հսկիչ լիներ։ Նա նյարդային կերպով խաղում էր վերնաշապիկի կոճակներով, եւ ես տեսնում էի, թե ինչպես է նրա հայացքը շրջվում մորից, իմ վրա եւ հետ։ Ես բուֆետից հանեցի տոնական բաժակները, նուրբ կայսերական ճենապակի, ծնողներիս դվերը հարսանիքին։ Դրանք զնգում էին իմ ձեռքերում, բայց ոչ դողից, իմ ձեռքերը քարի պես ամուր էին, այլ բաժակների հետ շփումից։ Դե, արտաշնչեց Մարիամը, քննադատական հայացքով շրջելով խոհանոցը։ Առաստաղները բարձր են, դա լավ է, բայց վերանորոգումը իհարկե խորհրդային ժամանակներից է։ Այս ծաղկավոր պաստաղները ես ասում էի պետք է անմիջապես բրիգադ հրավիրել, մինչ ես իրերը հավաքում էի։ Մամ, հետո ամեն ինչ, հետո, արագ ասաց Վահագնը, քայլ անելով դեպի ինձ, կարծես ուզում էր խլել թեյնիկը։ Արուսյակը շտապում է, նա ավտոբուս ունի։
Ինչ ավտոբուս, զարմացավ Մարիամը, ընդունելով բաժակը իմ ձեռքերից։ Չէ՞ որ ասել էիր ամեն ինչ կլինի կոմֆորտով։ Մեքենայով չեք տանում։ Մեքենայով, շտապուղեց նա, տաքսին սպասում է, հաշվի չդիկտակ է անում։ Ես դանդաղ լցրի եռացրած ջուրը թեյնիկի մեջ։ Խոտաբույսերի բույրը տարածվեց խոհանոցով, ստեղծելով խաբուսիկ հարմարավետության մթնոլորտ։ Ես նստեցի Մարիամի դիմաց, անտեսելով Փեսայիս հուսահատ նշանները, որոնք նա անում էր նրա մեջքից։ Նա ձեռքով անցկացրեց կոկորդի վրայով, աչքերը կլորացրեց, առանց ձայնի արտասանեց. «Գնա», բայց ես ոչ միտեղ չէի շտապում։ «Գիտեք, Մարիամ», սկսեցի ես աշխարհիկ տոնով, մոտեցնելով նրան թխվածքի ափսեն, «ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Դուք այդպիսի հրաշալի տուն ունեիք, հիշում եմ լուսանկարը, որ Սիրանուշը ցույց էր տալիս, գետը մոտ է, այգի, պատուհանների տակ յասաման։ Ինչու է ձեզ պետք այս աղմկոտ քաղաքը ծերության տարիներին։ Այստեղ օդը ծանր է, մեքենաները գոռում են»։ Վահագնը ցնցվեց, կարծես հոսանքի հարված ստացած լիներ։ «Մամ, մի լսիր նրան, նա խոսքեր է շփոթում», գոռաց նա։ «Արուսյակ, վեր կաց»։ Բայց Մարիամը արդեն կցել էր թխվածքը եւ ծամելով նայեց ինձ անկեղծ զարմանքով։ Նրա փոքրիկ աչքերում փայլեց տարօրինակ մանկական շփոթմունք։ «Ինչ տուն, սիրելիս», հարցրեց նա, թափահարելով փշուրները իր հսկայական կրծքից։ «Այլևս ոչ մի տուն չունեմ»։ Ես փոքրիկ կումարեցի թեյից, նայելով նրան բաժակի վրայով։ «Ինչպես չունեք», փափուկ կրկնեցի ես։ «Վաճառել եք, բայց դուք այնտեղ ամբողջ կյանքն եք ապրել։ Վահագն ասում էր դուք շատ եք սիրում ձեր հողը»։ «Իհարկե սիրում եմ», դողաց Մարիամի ձայնը։ Դրանում զգացվում էր վիրավորանք։ Բայց նա ասաց, որ պետք է ընտանիքի համար։ Ասաց բավական է մայր մահճակալներում կռանալը։ Ասաց կենտրոնում տարբերակ է գտել, հսկայական պալատ։ Նա ձեռքով շրջեց խոհանոցը։ Ասաց մամ, վաճառում ենք քո փչացած տունը, ավելացնում եմ իմ բիզնեսի կուտակումները եւ գնում ենք տատիկի բնակարանը։ Խոհանոցում այնպիսի լռություն ընկավ, որ լսվեց ծորակից կաթող ջրի ձայնը. կաթ, կաթ, կաթ։ Ես դանդաղ դրեցի բաժակը ափսեի վրա։ Ճենապակին հանգիստ ծնգաց։ Վահագնը սառեց դրան մեջ։ Նա դադարեց շնչել։ Նրա դեմքը դարձավ հին սվաղի գույն, մոխրագույն, անկենդանան։ Սիրանուշը, որ կանգնած էր նրա մեջքին միջանցքում, ձեռքով ծածկեց բերանը։ Գնում եք ինձնից, շատ հանգիստ կրկնեցի ես, որպեսի յուրաքանչյուր բառ խրվի այդ լռության մեջ, ինչպես մեղ։ Իհարկե, խոժորվեց Մարիամը, սկսելով զգալ անհանգստությունը։ Նա նայեց որդուն, հետո ինձ։ Վահագն ասաց դու գյուղ ես ուզում, արմատներիդ մոտ, իսկ բնակարանը վաճառում ես։ Ահա նա արագ վաճառեց իմ խրճիթը, գրեթե անարժեք, միայն թե հասցնի գործարքը փակել։ Փողերը, ինչպես հասկացա, անցյալ շաբաթվա ընթացքում է փոխանցել քեզ։ Նա լռեց, նայելով իմ դեմքին։ Դրա վրա ոչ գործարքի ուրախություն կար, ոչ էլ հասկացողություն։ Վահագ, ավելի ցածր, ավելի վտանգավոր դարձավ Մարիամի ձայնը։ Վահագ, ինչու է նա այդպես նայում ինձ։ Ես հայացքս տարա Փեսայիս վրա։ Հիմա մոզաիկայի բոլոր կտորները իրենց տեղում էին։ Բանկի նամակները, պարտքերը, մորշտապ տեղափոխությունը։ Նա ոչ միայն ուզում էր դուրս շպրտել ինձ, նա գողացել էր սեփական մորը։ Նա վաճառել էր նրա միակ տունը, նրա ապաստանը, որպեսի փակի իրենց այրվող վարկերը։ Իսկ նրան պատմել էր հեքիաթ, թե իբր գնում է իմ բնակարանը։ Նա անօթևան էր դարձրել մեզ երկուսիս։ Նշանակում է բնակարանը գնել եք, ձգեցի ես, առանց աչքս կտրելու Վահագնից, որը թվում էր կրկնակի փոքրացել էր, եւ գետի ափին տան համար ստացված փողերը գնացին այս բնակարանի վճարմանը։ Իհարկե, մռնչաց Մարիամը, սկսելով զայրանալ անհասկանալի լարվածությունից։ 12 միլիոն։ Վահագ, ինչու ես լռում, կարծես ջուր ես խմել բերանդ, բացատրիր նրան։ Ես վեր կացա, դանդաղ հենվելով սեղանին։ Զգում էի, թե ինչպես է ներսուն բարձրանում սառը, պատժող ուժի ալիքը։ Սա այլևս վիրավորանք չէր, սա արդարադատություն էր։ Մարիամ, հստակ ասացի ես ոչ մի փող չեմ ստացել, այս բնակարանը ես չեմ վաճառել եւ վաճառել չեմ պատրաստվում։ Մարիամը թողեց թխվածքը, այն ընկավ թեյի մեջ, բարձրացնելով շագանակագույն շիթեր։ Ինչ, շշնչաց նա։ Ձեր որդին, մատով ցույց տվեցի դրան մեջ դողացող տղամարդուն, սնանկ է, նա խորտակվել է պարտքերի մեջ, նա գողացել է ձեր տունը, Մարիամ։ Նա վաճառել է այն, որպեսի վճարի իր պարտքերը, իսկ ձեզ բերել է այստեղ, հույս ունենալով դուրս շպրտել ինձ փողոց ու անվճար տեղավորել ձեզ այստեղ։ Ես ուղիղ նայեցի Փեսայիս աչքերին։ Ասա նրան Վահագն, ասա մորթ, որտեղ են նրա փողերը։ Մարիամը դանդաղ ծանր վեր կացավ աթոռից։ Նրա դեմքը սկսեց լցվել սարսափելի մանուշակագույնով։ Նա շրջվեց որդու կողմը։ Այդ վայրկյանին Վահագնը հասկացավ, որ փակ դուռն ու իմ սպառնալիքները ծաղիկներ էին։ Իրական դժոխքը նրա համար սկսվեց հենց հիմա։ Ձնգացող ապատակը խփեց օդը, ծածկելով նույնիսկ սառնարանի աղմուկը։ Վահագնի գլուխը շրջվեց կողքի, եւ նրա այտին ակնթարթորեն հայտնվեց մոր ծանր ափի կարմիր հետքը։ Գող, մռնչաց Մարիամը, եւ նրա ձայնում եռում էր այնպիսի զայրույթ, որ դողացին Սերվանտի ապակակները։
Սեփական մորը թալանել է։ Որտեղ են փողերը։ Որտեղ են իմ 12 միլիոնը։ Վահագնը հետ քաշվեց հարվածելով մեջքով դրան կողին։ Ձեռքերը դողում էին։ Նա դրեց դրանք առաջ, կարծես պաշտպանվելով արջից։ Մամ, հանգստացիր, սա ժամանակավոր է, ճիչով ասաց նա։ Սա ներդրումներ են, շրջանառու միջոցներ։ Ես ամեն ինչ կվերադարձնեմ, տոկոսներով կվերադարձնեմ, մինչև ամառ։ Մարիամը սեղանից խլեց սրբիչը եւ ծեծեց այն ինչպես մտրակ։ Իսկ մինչև ամառ որտեղ եմ ապրելու։ Կայարանում։ Դու ասացիր բնակարանը գնդած է։ Դու ասացիր սա իմն է։ Այդ պահին խոսեց Սիրանուշը։ Նա կանգնած էր խոհանոցի անկյունում, սպիտակ ինչպես կավիճ, եւ խաղում էր մոխրագույն կոֆտայի եզրով։ Վերջապես նրան հասավ կատարվողի իմաստը։ Վահագ, շշնջաց նա, եւ նրա ձայնը սովորաբար հանգիստ եւ հնազանդ հանկարծ զնգաց սարսափից։ Եթե դու վաճառել ես մամայի տունը, եւ եթե այս բնակարանը մերն չէ, ապո մենք ոչ մի տեղ չունենք գնալու։ Նա բարձրացրեց արդյունքոտ աչքերը ամուսնու վրա։ Մենք անօթևաններ ենք, դու մեզ անօթևան ես դարձրել։ Վահագնը հետապնդված նայեց շուրջը։ Մի կողմից նրան մոտենում էր կատաղած մայրը, պատրաստ պատառոտելու նրան մերկ ձեռքերով։ Մյուս կողմից լացող կինը, որը գիտակցել էր իր ողջ կյանքի փլուզումը։ Իսկ մեջտեղում նստած էի ես, հանգիստ, ուղիղ մեջքով, խմելով սառչող թեյը։ Ես նրա ամոթի վկան էի։ Ես այն հայելին էի, որում նա տեսավ իր իսկական դեմքը, ձախողվածի եւ խաբեբայի դեմքը։ Եվ նա ընտրեց ամենահեշտ թիրախը։ Նրա վախը վերածվեց ագրեսիայի, եւ նա շրջվեց դեպի ինձ։ Դու ես մեղավոր, մռնչաց նա, եւ դեմքը խեղաթյուրվեց չարագուշակ գրիմասով։ Նստած էիր, լռում էիր, փորում էիր իմ տակ, ծեր կախարդուհի։ Նա քայլ արեց դեպի սեղան, կախվելով իմ վրա։ Նրա ստվերը ընկավ իմ դեմքին։ Կարծում ես դու ես այստեղ ամենախելացին։ Նա բռունցքով հարվածեց սեղանին, այնպես որ բաժակները ցատկեցին։ Թքեմ ես քո թղթերի վրա։ Ես այստեղ տղամարդ եմ, ես այստեղ տերն եմ։ Քանի դեռ ես այս տանը եմ, իմ խոսքն է օրենքը։ Իսկ դու, նա մատով ցույց տվեց ինձ։ Հիմա իսկ ստորագրիր ամեն ինչ ասեմ, թե չէ ես ինձ համար պատասխան չեմ տալիս։ Խոհանոցում լռություն ընկավ։ Սիրանուշը հեկեկաց։ Մարիամը սառեց բարձրացրած սրբիչով, դիտելով տեսարանը։ Ֆիզիկական սպառնալիքը նրանց համար հասկանալի փաստարկ էր։ Վահագնը երիտասարդ էր, ուժեղ եւ հասել էր հուսահատության։ Ես չշարժվեցի, նույնիսկ հետ չքաշվեցի։ Պարզապես ձեռքս տարա հեռախոսին, որը պառկած էր շաքարի ամանի կողքին, եւ սեղմեցի բարձրախոսի կոճակը։ Ում ես զանգում, մռնչաց նա, փորձելով խլել խողովակը։ Բայց ես ափով ծածկեցի սարքը։ Ոչ Վահագն, սառը պատասխանեցի ես, հավաքելով վերջին համարը զանգերի ցուցակից, որը պահպանել էի սարքի հիշողության մեջ դեռ կես ժամ առաջ, երբ ուսումնասիրում էի նրա նամակները։ Ես զանգում եմ բանկ, արևելյան վարկ։ Գուտոկները հնչեցին բարձր, արձագանքելով խոհանոցի պատերին։ Վահագնը սառեց։ Բարի օր, դուք զանգել եք խնդրահարույց պարտքերի հետ աշխատանքի բաժին։ Հնչեց դինամիկայում անհող մեխանիկական ձայնը, հետո սեղմեցի ձայնը։ Օպերատոր Սերոփյան, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ, հստակ ասացի ես, ուղիղ նայելով փեսայիս աչքերին։ Ես Արուսյակ Համբարձումյանն եմ։ Ես սեփականատեր եմ Մոսկովյան փողոց տուն 42 բնակարան 8 հասցեով բնակարանի։ Իմ ձեռքում կա գրավի գանձման ծանուցում, հասցեագրված քաղաքացի Վահագնի։ Ինչ ես անում, շշնջաց Վահագնը, ավելի գունատ դառնալով։ Դիր խողովակը։ Մի րոպե, ստուգում եմ տեղեկատվությունը, պատասխանեց աղջիկը մյուս կողմից։ Լսվում էր ստեղների թակոցը։ Այո, տեսնում եմ։ Վարկարուն 3 ամիս առաջ փորձել է վարկ ստանել այս անշարժ գույքի գրավով։ Ասացեք, հարցրի ես։ Ես որպես սեփականատեր համաձայնել եմ այդ գործարքին։ Ոչ, ձայնը դարձավ ավելի կոշտ։ Փաստաթղթերի փաթեթում ներկայացվել էր լիազորագիր, բայց մեր անվտանգության ծառայությունը այն ճանաչել է կասկածելի։ Բնակարանի գրավով վարկը մերժվել է։ Վարկարուն ստացել է միայն չափահովված սպառողական վարկ բարձր տոկոսադրույքով, որի վրա հիմա ժամկետ անց է գնում։ Ավելին, մենք պատրաստում ենք նյութերը դատախազություն փոխանցել, անշարժ գույքի փաստաթղթերով խարդախության փորձի փաստով։ Դատախազություն եւ խարդախություն բառերը կախվեցին օդում, ծանր մառախուղի պես։ Ես սեղմեցի անջատման կոճակը։ Դու ոչ միայն սնանկ ես Վահագն, ասացի ես դագախային լռության մեջ։ Դու քրեական հանցագործ ես։ Դու փորձել ես իմ տունը գրավ դնել կեղծ թղթի հիման վրա, բայց նույնիսկ դա քեզ մոտ չի ստացվել։ Մարիամը դանդաղ իջավ աթոռին, բռնելով սիրտը։
Սիրանուշը ձեռքերով ծածկեց դեմքը։ Վահագնը կանգնած էր ծանր շնչելով։ Նրան վերջնականապես անկյուն էին քշել, եւ այդ ժամանակ նա պոկվեց։ Ախ դու, մռննջաց նա կորցնելով մարդկային տեսքը, որոշել ես ոչնչացնել ինձ, հիմա ես քեզ։ Նա շտապեց դեպի ինձ, նրա հսկայական ձեռքերը ձգվեցին դեպի իմ կոկորդը։ Ես տեսնում էի նրա աչքերում խելագարությունը։ Տեսնում էի, որ նա պատրաստ է հարվածել, խեղդել, միայն թե լռեցնի այս ճշմարտության ձայնը։ Ես չէի հասցնի վեր կենալ, բայց այդ վարքյանին մուտքի դուռը, որը Մարիամը շտապելով չէր փակել, լայն բացվեց։ Էй, հանգիստ, հնչեց հաստ բաց ձայնը։ Միջանցքում հայտնվեց Սևակի կերպարը։ Նա կանգնած էր իր աշխատանքային բաճկոնով, գործիքների ճանապարհորդական պայուսակը մի ձեռքին, բայց նա մենակ չէր։ Նրա կողքին ամբողջ դրան բացվածքը զբաղեցնելով կանգնած էին երրորդ հարկի երկու հարևանները, Կրոյան եղբայրները, հսկայական ուսերով տղաներ, որ աշխատում էին բեռնակիրներ։ Ես նրանց ճանաչում էի մանկուց, հյուրասիրում էի պիրոկով, երբ նրանք տղաներ էին։ Հիմա նրանք ծանր ամբարի հայացքով նայում էին Վահագնին։ Արուսյակ, խնդիրներ ունես, հանգիստ հարցրեց Սևակը, անցնելով շեմը եւ խաղալով ծանր բանալիով։ Եղբայրներից ավագը ճռնչեց մատների կոճակները եւ քայլարեց առաջ, ծածկելով ինձ իր մարմնով։ Մենք այստեղ գորոցներ ենք լսել, գոռաց նա։ Ո՞վ է այստեղ տիկին Արուսյակի վրա ձայն բարձրացնում։ Վահագնը սառեց։ Ձեռքերը, որոնք ձգվել էին իմ կոկորդին, անզորի չան։ Նա նայեց երեք ամուր տղամարդկանց, հետո ինձ։ Նրա ուղղ ճամբարտավանությունը, ուղղ կյանքի ընթացքում կուտակված հպարտությունը գոլորշիացան, թողնելով միայն կպչուն հղճուկ վախը։ Ես դանդաղ վեր կացա աթոռից, ուղեցի զգեստի օձիքը եւ նայեցի Փեսայիս Կոստյայի ուսի վրայով։ Սևակ, հանգիստ ասացի ես։ Փականը փոխելը դեռ շուտ է, նախ պետք է դուրս հանել աղբը, ամբողջ աղբը։ Վահագնը մեկ քայլ հետ գնաց, մեջքով հարվածելով սառնարանի դռանը։ Նրա հայացքը շրջվում էր ծանր բռունցքների եւ իմ հանգիստ դեմքի միջև։ Նրա ողջ կեղծ ամբարտավանությունը, բոլոր այն գոռոցները, թե ինքը տեր է, հոսեցին նրանից ինչպես էժան ներկա անձրևի տակ, բացահայտելով սայթաքուն փտած էությունը։ Արուսյակ, նվնված նա, եւ ձայնը դողաց, անցնելով խղճուկ շշնջոցի։ Մի արա հարևանների առջև։ Ինչու ընտանեկան կռիվը դուրս խանել։ Մենք ընտանիք ենք։ Նա ձեռքերը խաչեց կրծքին աղաչող ժեստով, մոռանալով, որ դեռ մի րոպե առաջ այդ ձեռքերով ուզում էր խեղդել ինձ։ Ես ձեզ համար էի ջանում, հանկարծ գոռաց նա, շրջվելով դեպի Սևակը, կարծես նրա մոտ ողորմություն փնտրելով։ Տղերք, հասկացեք, բիզնեսը ռիսկ է։ Ես ուզում էի, որ մենք ապրենք ինչպես մարդիկ, որ Սիրանուշը մեքենա ունենա, որ մայրս ծով գնա։ Մտածում էի փողերը կպտտեմ, բարդքերը կփակեմ, ոչ ոք չի իմանա։ Դա ամեն ինչ ընտանիքի համար էր։ Իրական մեծ արդյունքներ ինքնափառասիրության համար գլորվեցին նրա չսափրված այտերով։ Նա տգեղ տեսք ուներ, ոչ թե կործանված տղամարդու, այլ դպրոցականի, ով ապակի էր կոտրել եւ վախենում էր հոր գոտուց։ Մի ոչնչացրեք ինձ, Արուսյակ, մի ամոթահարեք ինձ, ես ամեն ինչ կաշխատեմ, ամեն ինչ կվերադարձնեմ, միայն հիմա գիշերով մի դուրս շպրտեք։ Ես նայում էի նրան եւ ոչինչ չէի զգում, բացի զզվանքից։ Կարծես ոտքս լճակի մեջ էի դրել։ Դու ընտանիքի համար չես ջանում, Վահագն, հանգիստ ասացի ես։ Դու ջանում էիր քո հպարտության համար։ Դու ուզում էիր թվալ հարուստ առանց կոպեկ աշխատելու կարողանալու։ Եվ դրա համար դու վաճառեցիր մոր տունը եւ ուզում էիր գրավ դնել իմը։ Այդ պահին Մարիամը, որ մինչ այդ սառած նստած էր, հանկարծ կենթանացավ։ Գիտակցումը, որ իր որդին ոչ միայն ձախողված է, այլև գող, ով զրկել է իրեն տանից, վերջապես ճեղքեց նրա ինքնագոհության զրահը։ Բայց սարսափելու փոխարեն նրա արածից նա ինչպես եւ որդին մտածեց միայն իր մասին։ Նա ծանր վեր կացավ, հրելով Վահագնին ազդրով, այնպես որ նա արմունքով հարվածեց միկրոալիքային վառարանին։ Ինչ կա նրանից վերցնելու հիմարից, գոռաց նա, շրջվելով դեպի ինձ։ Արուսյակ, դու տեսնում ես, նա գլուխս խառնել է, խաբել է սեփական մորը։ Ես ինչ կապ ունեմ։ Ես սոհ եմ։ Նա քայլ արեց դեպի ինձ, ձեռքերը մեկնելով։ Նրա դեմքը ընդունեց վիրավորված առաքինության արտահայտություն։ Ես ձեր կին եմ, հիվանդ, հիպերտոնիա ունեմ։ Որտեղ եմ գնալու։ Տուն չունեմ, այնտեղ օտար մարդիկ են ապրում։ Դու իրավունք չունես ինձ փողոց դուրս շպրտելու։ Ես այստեղ կմնամ, մինչև այս հիմարը լուծում չգտնի։ Ինձ սենյակ կհատկացնես, չեմ խանգարի։ Մենք ծերուհիներս պետք է միասին պահենք մեզ այսպիսի մարդկանց դեմ։ Նա մարտով ցույց տվեց որդու կողմը։ Ես նայեցի նրան, այս ծանր իշխանական կնոջը, որը կես ժամ առաջ իմ տանը հրամայում էր ինձ, պահանջելով թեյ եւ ցույց տալով, թե որտեղ դնել սրբապատկերները։ Ես տեսնում էի նրան ներսից, նա ինձ չէր խղճում, նա նույնիսկ որդուն չէր խղճում, նա պարզապես փնտրում էր նոր դոնոր, կպչելու համար։
Ոչ, Մարիամ, կցեցի ես։ Իմ ձայնը հնչեց ամուր, ինչպես դատավորի մուրճի հարվածը։ Նա սառեց չհավատալով ականջներին։ Ինչ։ Ոչ, դու զոհ չես։ Ես մոտեցա նրան մինչև վերջ, ուղիղ նայելով նրա փոքրիկ չար աչքերին։ Դու արմատ ես, դու նրան այդպիսին ես մեծացրել։ Դու ամբողջ կյանքդ նրան սերմանել ես, որ նա հատուկ է, որ բոլորը նրան պարտական են։ Դու նրան սովորեցրել ես վերցնել, բայց չես սովորեցրել տալ։ Դու գող ես դաստիարակել, Մարիամ։ Ես շունչ քաշեցի, զգալով, թե ինչպես է կրծքիս մեջ բաբախում սիրտը, բայց արտաքինից մնում էի սառցե ժայռ։ Իմ տանը տեղ չկա գողերի եւ նրանց, ովքեր նրանց ծնել են։ Դու ինչպես ես համարձակվում, խեղդվեց նա, բերանը բացելով օդի համար։ Ես հյուր եմ։ Դու հյուր չես, գլուխս թափահարեցի ես։ Դու համագործակից ես։ Սևակ, հին դարբնոցագործ նա միջապես քայլարեց առաջ։ Հյուրերին դուրս հասցրու, իրերը օգնիր հանել աստիճանավայր, իսկ եթե դիմադրեն, եղբայրները կօգնեն։ Եղբայրները լուր համաձայնորեն խաչեցին ձեռքերը կրծքին։ Նրանց բիցեպսերը ձգեցին սվիտերի գործվածքը, Վահագնը կուլ տվեց, գլուխը ուսերի մեջ քաշելով։ Մարիամը մանուշակագույն դարձավ, բացեց բերանը անեծք թափելու համար, բայց նայեց հարևանների մռայլ դեմքերին եւ կտրեց։ Կենթանական վախը ուժի առջև ավելի ուժեղ եղավ, քան նրա անամոթությունը։ Հավաքվիր, բռնեց Վահագնը մորը, բռնելով իր բաճկոնը։ Գնանք։ Նրանք սկսեցին շտապել։ Դա խղճուկ տեսարան էր։ Մարիամը սեղանից խլում էր չկերած թխվածքը, լցնելով գրպանները։ Վահագնը փորձում էր կայծակը փակել դողացող ձեռքերով։ Սևակն ու տղաները կանգնած էին լուր էսկորտով, դիտելով, թե ինչպես է իմ բնակարանից դուրս մաքրվում կեղտը։ Ես կանգնած էի պատուհանի մոտ, շրջված նրանցից, նայում էի մոխրագույն բակին, լոպատի մերկ ճյուղերին, ներսում դատարկ ու զնգացող էր։ Ես արել էի այն, ինչ պետք է անեի։ Ես պաշտպանել էի իմ տունը, բայց մնացել էր եւս մեկ մարդ՝ Սիրանուշը։ Իմ դուստրը այդ ամբողջ ժամանակ կանգնած էր լվացարանի մոտ, վերածվելով ստվերի։ Նա ոչ մի բառ չէր ասել, մինչ ես հաշվետվություն էի պահանջում նրա ամուսնուց եւ կեսորից։ Ես սպասում էի։ Իմ սիրտը, չնայած սրահին, սեղմվեց փոքրիկ հույսի կույտի մեջ։ Ես մտածում էի. հիմա նա կմոտենա, կասի՝ «Մամ, ներողություն, ես մնում եմ, ես չեմ գնա նրանց հետ, ես կօգնեմ քեզ մաքրել այս խառնաշփոթը»։ Ես լսում էի նրա քայլերը հետևից, վախվոր, շորունացող։ Նա մոտեցավ ինձ, ես շրջվեցի։ Սիրանուշը կանգնած էր, գլուխը իջեցրած, ուսերը ընկած էին, դեմքը լացած, թուշը սև շրջանակներով տարածված աչքերի տակ։ Նա թվում էր 10 տարով ծերացած։ Նա չէր նայում ինձ աչքերիս, հայացքը թափառում էր հատակով, պարկետի նախշերով։ «Մամ», հանգիստ ասաց նա։ «Այո, Սիրանուշ, ես առաջ ընկա, պատրաստ գրկելու նրան, պատրաստ ներելու, եթե նա միայն այդ քայլն անի»։ Նա քթով շնչեց, կծկելով ձեռքերում իր պայուսակը։ «Մենք Վահագնի մոտ քարտերը արգելափակված են», շշնջաց նա։ Եվ յուրաքանչյուր բառ նրան դժվարությամբ էր տրվում։ Իսկ ինձ մոտ կանխիկ չկա։ Մամ, դուր փող հյուրանոցի համար, թեկուզ մի քանի օր։ Մեզ գնալու տեղ չկա։ Աշխարհը տատանվեց։ Ես նայում էի իմ դստերը եւ չէի ճանաչում նրան։ Արջևս կանգնած չէր զոհը։ Արջևս կանգնած էր կինը, որը հենց նոր տեսել էր, թե ինչպես է իր ամուսինը գողանում մորը, ինչպես է փորձում խեղդել ինձ, ինչպես է ստում եւ ոլորվում։ Եվ նա չհեռացավ նրանից։ Նա չընտրեց ինձ։ Նա ընտրեց լինել նրա հետ, բայց իմ հաշվին։ Հույսը մահացավ ակնթարթորեն, հանգիստ եւ անցավորդ։ Մնաց միայն պարզությունը։ Փող ես խնդրում, կրկնեցի ես։ Այո։ Նա վերջապես բարձրացրեց ինձ վրա աչքերը, որոնցում փայլում էր վախվոր աղաչանք։ Մենք փողոցում ենք, մամ։ Ողորմիր, մենք օտարներ չենք, չէ։ Ես ուղղվեցի ամբողջ հասակով։ Ոչ, ասացի ես։ Սիրանուշը թարթեց։ Ինչ, մամ, բայց ինչպես։ Դու չես դուրս շպրտի մեզ առանց կոպեկի։ Ես ողորմություն չեմ տալիս նրանց, ովքեր փորձել են ինձ թալանել։ Իմ ձայնը հնչում էր չոր, ինչպես հին թղթի խշշոցը։ Դու այստեղ կանգնած էիր, Սիրանուշ,
Դու կանգնած էիր եւ նայում էիր, թե ինչպես է նա իմ գրքերը փաթեթավորում աղբի պարկերի մեջ։ Դու լռում էիր, երբ նա գոռում էր ինձ վրա։ Դու գիտեիր գյուղի տան մասին։ Գիտեիր, որ այն անպիտան է ապրելու համար։ Եվ դու պատրաստ էիր ինձ ուղարկել այնտեղ մեռնելու։ Միայն թե չհակառակվեիր նրան։ Ես վախենում էի։ Հեկեկաց նա։ Դու արել ես քո ընտրությունը։ Ընդհատեցի ես նրան։ Դու ընտրել ես նրա հարմարավետությունը։ Ոչ թե իմ կյանքը։ Ահա գնա նրա հետ։ Կիսիր նրա ճակատագիրը։ Վճարիր նրա սխալների համար ինքդ։ Մամ, նա ձեռքը մեկնեց դեպի ինձ։ Գնա։ Ես շրջվեցի դեպի պատուհանը և մոռացիր այս հասցեն, մինչև չհիշես, թե ինչ է խիղճը։ Ես լսեցի, թե ինչպես է նա կանգնած իմ հետևում ևս մի վայրկյան։ Ծանր շնչելով, հետո շրջվեց ու գնաց, հնչեց մուտքի դռան խփոցը։ Նա հաղթական նայեց ինձ, վստահ, որ գտել է անցքը։ «Կանչեք ոստիկանություն», գոռաց նա, ցողելով թքով։ «Թող արձանագրություն կազմեն։ Սա քաղաքացիական իրավական վեճ է։ Դատը կտևի կես տարի, իսկ մինչև հետաքննությունը ոչ ոք իրավունք չունի ինձ դուրս հանել։ Ես այստեղ գրանցված եմ, այսինքն փաստացի ապրում եմ այստեղ։ Իմ մոտ բնակիչի իրավունք կա»։ Եղբայրները, որ վերադարձել էին հաջորդ խմբականակի իրերի համար, փոխադարձ նայեցին։ Նրանք պարզ աշխատողներ էին և չգիտեին բնակարանային օրենսգրքի նրբությունները։ Դատարան և իրավունք բառերը ստիպեցին նրանց անվստահ սառել։ Ոչ ոք չէր ուզում կապվել քրեական գործի հետ, եթե օրենքը իսկապես այդ մակաբույցի կողմն էր։ Վահագնը նկատեց նրանց շփոթմունքը և ժպտաց։ «Ահա, կուլ տվեցիք», ծիծաղեց նա, զգալով, որ կշեռքը իր կողմն է թեքվել։ «Այդ դեպքում Արուսյակ, բերեք բարձ, ես այստեղ կքնեմ և տեսնենք, ով ում կվտարի»։ Ես նայում էի նրան սառցե հանգստությամբ։ Նա կարծում էր, որ շախմատ է խաղում, բայց նույնիսկ չգիտեր, թե ինչպես են շարժվում ֆիգուրները։ «Ավարտել ես», հանգիստ հարցրի ես։ Մոտեցա իմ գրասեղանին, որտեղ դեռ կանգնած էր ծանր երկաթե տուփը, որը ես հանել էի պահարանից։ Վահագնը զգուշությամբ հետևում էր իմ շարժումներին։ Ես հանեցի թղթապանակը, որը նա իր ինքնավստահությամբ ստորագրել էր շատ տարիներ առաջ առանց կարդալու։ «Դու ճիշտ ես, Վահագն», ասացի ես վերադառնալով սենյակի կենտրոն և բացելով փաստաթուղթը։ Եթե դու պարզապես բնակիչ լինեիր, որին ես բարությամբ եմ ընդունել, դուրս հանելը դժվար կլիներ, պետք կգար դատարան։ Ես հագա ակնոցներս և նայեցի նրան ակնոցի վրայով, բայց դու մոռացել ես, որ քո զոնքանչը արխիվագետ է։ Ես սիրում եմ ջրգրտությունը ձևակերպումներում, հիշում ես այս պայմանագիրը։ Ես բացեցի թերթը այնպես, որ նա տեսներ իր լայն ստորագրությունը ներքևում։ Բնակելի տարածքի կարճաժամկետ անհատույց օգտագործման պայմանագիր, բարձրաձայն կարդացի ես, ընդգծելով յուրաքանչյուր բառը։ 4.2 Օգտագործման իրավունքը տրամադրվում է 1 օրացուցի ամսով և պարտադիր է գրավոր երկարաձգվել սեփականատիրոջ կողմից, ընթացիկ ամսվա վերջին օրը։ Սեփականատիրոջ ստորագրության բացակայության դեպքում պայմանագիրը համարվում է լուծված, իսկ օգտագործման իրավունքը կորցրած հաջորդ ամսվա առաջին թվից։ Սենյակում քաղվեց լռություն։ Վահագնի ժպիտը սահեց դեմքից, տեղը զիջելով կենդանական սարսափի արտահայտությանը։ Շարունակեցի ես. «Անցյալ ամիսը ես անցկացրել եմ սանատորիայում, ինչպես ես կարծում, Վահագն, ես ստորագրել եմ այս ամսվա երկարաձգման ակտը»։ Ես ցույց տվեցի նրան պայմանագրի հավելվածի դատարկտողը։ Ոչ։ Ես փակեցի թղթապանակը։ Ձայնս նման էր գրակոցի։ «Իրավաբանորեն, Վահագն, դու այստեղ չես ապրում արդեն 3 շաբաթ։ Քեզ մոտ ոչ գրանցում կա, ոչ պայմանագիր, ոչ սեփականատիրոջ բանավոր թույլտվություն։ Օրենքի տեսակետից դու օտար քաղաքացի ես, որը ապօրինի է ներխուժել իմ բնակարան և հրաժարվում է հեռանալ։ Դու բնակիչ չես, դու ներխուժող ես։ Ես շրջվեցի դեպի Սևակ և եղբայրներին։ Տղերք, հանգիստ ասացի ես, իմ բնակարանում գտնվում է օտար մարդ, որը սպառնում է իմ անվտանգությանը։ Սա ոչ թե դուրս հանել է, այլ ինքնապաշտպանություն և մասնավոր սեփականության պաշտպանություն։ Հեռացրեք նրան այստեղից։ Տղայի դեմքը պայծառացավ։ Նրան դատարաններ պետք չէին։ Նրան պետք էր պարզ հասկանալի արդարություն։ «Ահա, հենց սկզբից էլ այդպես ասեի, տիկին Արուսյակ», գոռաց նա քայլ անելով դեպի դիվանը։ «Ինչ օրենք, ինչ կոդեքս»։ «Մի մոտեցեք», ճչաց Վահագնը, սեղմելով դիվանի մեջքին։ «Ես կբողոքեմ»։ Բայց նա արդեն խոնարհվել էր և բռնելով նրան բաճկոնի օձիքից, մեկ ձգումով բարձրացրեց ոտքի, ինչպես անառակ կատվիկին։ Վահագնը ոտքերով դղարդում էր, փորձելով կառչել գորգից, սեղանի ոտքից, օդից։ «Թողեք, Սիրանուշ, ասա նրանց», ճչում էր նա, մինչ նրանք հաշ էին տալիս դեպի ելքը։
Նրանք հարշ էին տալիս միջանցքով, անցնելով այն սև պարկերի կողքով, որոնց մեջ նա փաթեթավորել էր իմ կյանքը։ Ես գնում էի հետևից, ձեռքում պահելով փաստաթղթերի թղթապանակը, ինչպես սուր։ Մուտքի դրան մոտ, երբ տղան արդեն ոտքով բացել էր այն, Վահագնը հանկարծ շրջվեց։ Նրա հայացքը ընկավ միջանցքի հին հայելուն։ Այնտեղ թավշյա անձեռոցիկի վրա պառկած էր կարելյան կեչուց փոքրիկ տուփը, իմ զարդերի տուփը։ Ոչինչ չափազանց թանկարժեք չէր, մի քանի ոսկե մատանի, արծաթե ականջողեր բիրուզով, հին բրոշ կարմիր գրանիտով, տատիկից մնացած։ Վահագնի աչքերում բռնկվեց վերջին խելագարագահության կայծը։ Ինձ փող է պետք, գոռաց նա դուրս քաշելով ձեռքը հարևանի բռնկմից։ Հյուրանոցի համար է պետք, սա փոխհատուցում է։ Նա շտապեց դեպի հայելին, խլեց տուփը, բայց չկարողացավ պահել դողացող ձեռքերում, թողեց բովանդակությունը, զարդերը ցրվեցին հատակին։ Նա նվնվալով ընկավ ծնկի, փորձելով ոսկին փոշու հետ միասին գցել գրպանը։ «Մի կպիր», գոռաց Սևակը, շտապելով դեպի նա։ Բայց Վահագնը արդեն խլել էր շղթաների եւ բրոշերի մի բուր, փորձելով ճեքել դեպի դուռը։ Եվ այդ ժամանակ ճանապարհը փակեց ստվերը։ Շեմքին աստիճանավայրում կանգնած էր Սիրանուշը։ Նա չէր գնացել փողոց։ Նա կանգնած էր այնտեղ, հենվելով հենակներին, սկեսրոջ ուղեբեռի կողքին, եւ լսում էր, թե ինչպես են դուրս շպրտում իր ամուսնուն բնակարանից։ Վահագնը բախվեց նրան, փորձելով սեղմելով անցնել։ «Հեռացիր, հիմար», մռնչաց նա, փորձելով ուսով հրել կնոջը։ «Գնում ենք»։ Նրա բռունցքում սեղմված էր իմ կարմիր գրանիտե բրոշը։ Սիրանուշը նայեց նրա ձեռքին, հետո նրա չարությամբ խեղաթյուրված դեմքին։ Նրա աչքերում, որոնք միշտ այդպիսի հնազանդ եւ խամրած էին, հանկարծ ինչ-որ բան փոխվեց։ Կարծես ներսում այրվել էր տարիներ շարունակ լարվածությունը պահող ապահովիչը։ Նա հետ չքաշվեց։ Նա բռնեց նրա ձեռքը։ Նրա բարակ երաժշտական մատները մեռած բռնակով կպան նրա դաստակին։ «Վերադարձրու», հանգիստ ասաց նա։ «Ինչ ես անում», շփոթվեց Վահագնը։ «Թող, մեզ ուտելու բան չունենք, սա փող է»։ Սիրանուշի ձայնը դողում էր, բայց դրանում հայտնվեց պողպատ, որը ես երբեք չէի լսել։ «Դու արդեն գողացել ես մորդ տունը, դու չես գողանա իմ մորի հիշատակը»։ Նա իր վրա քաշեց նրա ձեռքը, եւ այն ուժով, որի մասին ես նույնիսկ չէի կասկածում, բացեց նրա մատները։ Բրոշը, շղթաները զնգալով ընկան աստիճանավայրի հատակին։ Վահագնը սառեց, նայելով կնոջը այնպես, կարծես երկրորդ գլուխ էր բուսել։ Առաջին անգամ 10 տարվա ամուսնության ընթացքում նա չէր տվել նրան փամփուշտներ։ Նա դուրս էր հանել զենքը նրա ձեռքից։ «Դու խելագարվել ես», ասաց նա։ «Դու իմ դեմ ես», հարցրեց նա։ «Ես գոհության դեմ եմ», պատասխանեց Սիրանուշը, ուղիղ նայելով նրա աչքերին։ «Գնա, Վահագն, գնա մենակ»։ Տղան օգտվեց պահից, ափը դրեց փեսայիս մեջքին եւ ուժով հրեց նրան դեպի աստիճանավայրը։ Վահագնը թռավ մի քանի մետր, հազիվ չտապալելով ներքև կանգնած Մարիամին, եւ հարվածեց հենակին։ «Դուրս», գոռաց Սևակը։ Վահագնը բարձրացրեց գլուխը։ Նա նայեց մեզ բոլորիս։ Ինձ, որը կանգնած էի իմ ամրոցի դրան մեջ, Սևակին բանալիով, մռայլ հարևան եղբայրներին եւ վերջապես Սիրամշին, որը կանգնած էր նրա առջև փակելով մուտքը։ Նա թքեց հատակին, երկար ու կեղտոտ հայհոյեց եւ սկսեց իջնել աստիճաններով, հետևից քաշ տալով իր չարությունը։ Բայց ես գիտեի, որ կետ դնելը դեռ շուտ է։ Սիրանուշը կանգնած էր շեմքին, եւ նրա ընտրությունը դեռ ամբողջությամբ չէր կայացվել։ Ես կանգնած էի դրան մեջ եւ նայում էի, թե ինչպես են եղբայրները հետ բերում վերջին պարկերը գրքերով միջանցքը։ Բեռնակիրների ծանր շնչառությունն ու կոշիկների շորորոցը միակ ձայներն էին բնակարանում։ Սկանդալի արձագանքն այլևս չկար։ Այն փչացավ քամու հետ, երբ Սևակը վերջապես փակեց դուռը եւ պտտեց հենց նոր տեղադրված փականը։ «Վերջ, Արուսյակ», ասաց նա, մեկնելով ինձ փայլուն յուղի հոտով բանալիների փունջը։ «Հիմա այստեղ տանքով էլ չես մտնի։ Փականը դրել եմ գերմանական, զրահապատ միջուկով, քնիր հանգիստ»։ Ես սեղմեցի սառը մետաղափիս մեջ։ Այն այրում էր, բայց դա հաճելի ցավ էր, վերադարձված իշխանության ցավը։ «Շնորհակալ եմ, Սևակ», հանգիստ ասացի ես, եւ ձեզ տղաներ, շնորհակալ եմ։ «Եթե չլինեիք դուք, Տիկին Արուսյակ, պետք չէ»։ Ձեռքով ցույց տվեց, սրբելով քրտինքը ճակատից։ «Եթե այդ հիմարը կրկին հայտնվի, պարզապես կանչիր։ Մենք նրա ոտքերը արագ կդասավորենք հակառակ ուղղությամբ»։ Նրանք գնացին հրաժարվելով թեյից եւ փողից։ Ես մնացի մենակ։ Բնակարանում տիրեց լռություն, բայց դա այն մեռած սարսափելի դատարկությունը չէր, որից ես վախենում էի։ Դա փակված գրադարանի լռություն էր, լիարժեք, խոր, լցված իմաստությամբ եւ հանգստությամբ։ Ես դանդաղ անցա միջանցքով, ձեռքով դիպչելով գրքերի կողերին, որոնք այժմ կրկին պառկած էին սեղանի վրա, ոչ թե աղբի պարկերում։ Իմ տունը կրկին շնչում էր, բայց ես պետք է սա իմ աչքերով տեսնեի։ Ես գցեցի շալը ուսերիս եւ դուրս եկա պատշգամբ։
Երեկոյան քաղաքն արդեն ծածկվել էր մոխրագույն խոնավ մթնշաղի վերմակով։ Փողոցային լույսերը վառվել էին, արտացոլվելով թաց ասֆալտի վրա դեղին բծերով։ Ներքևում մուտքի մոտ մռնչում էր շարժիչը։ Վահագնի մեքենան կանգնած էր այնտեղ, սպիտակ ծուխի ամպեր արձակելով։ Ես տեսնում էի, թե ինչպես է Մարիամը, որ արդեն նստած է արջևի նստատեղին, կատաղի ժեստերով ցույց տալիս դեպի իմ պատուհանները։ Նույնիսկ ապակու եւ հեռավորության միջով ես զգում էի նրա անեծքները։ Վահագնը շտապով լցնում էր վերջին պայուսակները բեռնախցիկ, անընդհատ նայելով մուտքի դրաննը, կարծես հետապնդում էր սպասում։ Եվ հետո ես տեսա Սիրանուշին։ Նա վերջինն էր դուրս եկել մուտքից։ Դանդաղ, կարծես ոտքերը կապարով լցված լինեին։ Նա վերև չնայեց պատշգամբին, որտեղ կանգնած էի ես։ Նա մոտեցավ մեքենային։ Վահագնը ինչ-որ բան գոռաց նրան, կոպտորեն ձեռքով ցույց տալով հետևի նստատեղ նստելու համար։ Նա մի վայրկյան սառեց, բռնելով դրան բռնակը, հետո սահեց սրահի մեջ։ Մեքենան կտրուկ արշավեց տեղից, անվադողերը ճռճռացնելով, եւ կարմիր լույսերով թարթելով անհետացավ երեկոյան երթևեկության հոսքում։ Ես մնացի կանգնած, կարճած սառը հենակներից։ Քամին խառնում էր իմ մոխրագույն մազերը։ Նա գնաց նրա հետ, չնայած ամեն ինչին, չնայած գողությանը, նվաստացմանը, նրան, որ նա զրկել էր տանից իր կեսուրին եւ փորձել էր զրկել ինձ։ Զոհի սովորությունը ավելի ուժեղ եղավ, քան հպարտությունը։ Իմ սիրտը սեղմվեց, վերածվելով փոքրիկ չոր ընկույզի։ Ես հաղթեցի պատերազմը բնակարանի համար, բայց պարտվեցի աղջկաս։ Ես վերադարձա սենյակ եւ ամուր փակեցի պատշգամբի դուռը, կտրելով փողոցի աղմուկը։ Դե ինչ Արուսյակ, բարձրաձայն ասացի ես ինքս ինձ, ձայնս հնչեց ամուր։ Կյանքը շարունակվում է։ Ես անցա խոհանոց, սովորական շարժումները հանգստացնում էին։ Լցրի ջուրը թեյնիկի մեջ, հանեցի թեյի թիթեղյա տուփը, գցեցի մի պտղունց ուրց։ Մինչ ջուրը եռում էր, նայում էի դատարկ աթոռին, որտեղ դեռ վերջերս նստած էր Մարիամը, պահանջելով երկրպագություն։ Հիմա այնտեղ դատարկ էր։ Ես եփեցի ուժեղ, մուգ թեյ, ինչպես հնդկական նարնջագույնը, եւ բաժակով ձեռքիս անցա իմ կաբինետ։ Նստեցի սիրելի կաշվե աթոռին, զգալով, թե ինչպես է կաշին ընդունում իմ մարմնի ձևը։ Ես մենակ էի, բացարձակ մենակ հսկայական երասենյական բնակարանում։ Հայացքս ընկավ հեռախոսին։ Միտքը եկավ ակնթարթորեն, պարզ եւ մաքուր։ Մահագնը մի բանում ճիշտ էր, մեկին այդքան տեղ պետք չէ։ Բայց նա սխալվեց եզրակացության մեջ։ Այստեղը ոչ թե մակաբույծների, այլ փրկության համար է։ Ես բարձրացրի խողովակը եւ հավաքեցի համարը, որը գիտեի անգիր, իմ կամավորական աշխատանքի ժամանակներից։ Հույս ճգնաժամային կենտրոն, երեկոյան հերթապահ, լսում եմ ձեզ։ Բարև Լուսինե, ասացի ես, Արուսյակն եմ, այո, արխիվագետը։ Լսիր ինձ ուշադիր, իմ մոտ ազատվել է սենյակ, մեծ, լուսավոր։ Եթե ձեզ մոտ կա ծին, որին պետք է թաքնվել, որին այս գիշեր գնալու տեղ չկա, ուղարկիր։ Այո, անվճար, անժամկետ։ Գլխավորն այն է, որ նրան հանգիստ է պետք, սպասում եմ։ Ես դրեցի խողովակը։ Հոգիս լուսավորվեց։ Ես չեմ ապրի իմ կյանքի վերջը որպես ծերկույս թանգարանում։ Ես իմ տունը կդարձնեմ ամրոց նրանց համար, ովքեր, ինչպես ես, որոշել են այլևս սող չլինել։ Ես կումարեցի թեյից եւ արդեն պատրաստվում էի գիրք վերցնել, երբ ծայրամասով աչքիս ընկավ ինչ-որ բան կաբինետի շեմքին։ Կիսախավար միջանցքում, որտեղ նախկինում բարձրանում էր աղբի պարքերի լեռը, պարկած էր միայնակ առարկա։ Ես խոժորվեցի։ Միթե նրանք ինչ-որ բան մոռացել են, թե սևակի գործիքներից է ընկել։ Ես վեր կացա, մոտեցա եւ միացրի լույսը միջանցքում։ Հատակին պարկած էր կանացի պայուսակ, հին, բեժ գույնի, կաշվե նմանակից։ Սիրանուշի պայուսակը։ Սիրտս արագացավ։ Ինչու է այստեղ։ Նա մեքենա նստեց, ես տեսել եմ, թե ինչպես է նստում։ Միթե խառնաշփոթի մեջ մոռացել է, երբ Վահագնից խլում էր իմ զարդերը։ Բայց ինչպես է գնալու առանց փաստաթղթերի, առանց փողի։ Ես բարձրացրի պայուսակը, այն թեթև էր։ Բացեցի։ Ներսում դրանաբանակ չկար, անձնագիր չկար։ Միայն կրկնակի ծալված թերթիկ, դպրոցական տետրից պատրված եւ բանալիների փունջ։ Վահագնի մեքենայի պահեստային բանալիները, որն աստիպում էր նրան պահել, ամեն դեպքի համար։ Ես բացեցի գրությունը։ Սիրանուշի ձեռագիրը սովորաբար մանր ու անվստահ, այստեղ խոշոր էր, ուժեղ ճնշումով, տեղ-տեղ թուղթը պատրված էր գրիչից։ Մամ, ես մեքենա նստեցի միայն այն պատճառով, որ նա չէր տա ինձ անձնագիրը, եթե չգնայի։ Ես կիջնեմ առաջին լուսացույցին։ Ես չեմ գնա նրա հետ հյուրանոց եւ չեմ վերադառնա քեզ մոտ փող խնդրելու։ Ես գնում եմ գյուղ, Գիտեմ, որ այնտեղ ցուրտ է եւ տանիքը արտահոսում է, բայց այնտեղ վառարան կա։ Ես կվառեմ այն, ես կհաղթահարեմ։ Առաջին անգամ կյանքում ուզում եմ ապրել մենակ, առանց նրա եւ առանց քո հոգացության։ Ես ամուսնալուծություն եմ ներկայացնում։ Ների ինձ ամեն ինչի համար։
Ես պետք է սովորեմ լինել այնքան ուժեղ, որքան դու։ Սիրում եմ քեզ։ Ես կրկնակի կարդացի գրությունը։ Տառերը պղտորվում էին, բայց ոչ այն պատճառով, որ մոռացել էի ակնոցս։ Ես պատկերացրի նրան հիմա, դուրս գալիս ամուսնու մեքենայից խաչմերուկում, նրա գոռոցների և սկեսրոջ անեծքների տակ։ Մենակ մթության մեջ, փոքրիկ կապոցով իրերով, բայց ազատ։ Նա ընտրեց ոչ հյուրանոցի հարմարավետությունը, ոչ էլ իմ տաք անկյունը։ Նա ընտրեց փչացած տունը վառարանով, բայց դա կլինի իր վառարանը և իր կրակը։ Նա չփախավ, նա մեծացավ։ Ես սեղմեցի գրությունը կրծքիս, այնտեղ, որտեղ բաբախում էր հին հոգնած սիրտը։ Շուրթերիս հայտնվեց շպիտը, ոչ թե հաղթողի կոշտ շպիտը, այլ մոր փափուկ տաք շպիտը։ Ես վերադարձա աթոռին, վերցրի սառչող բաժակը և նայելով մտնած պատուհանին, որտեղ իմ դուստրը գիշերով սկսում էր իր նոր կյանքը, շշնջացի. երիտասարդ աղջիկ։ Ահա այսպես ավարտվեց այս պատմությունը, սիրելի լսողներ։ Պատմություն այն մասին, որ երբեք ուշ չէ դուրս մաքրել աղբը քո կյանքից։ Լինի դա հին իրեր, թե մարդիկ, որոնք չեն գնահատում քեզ։ Արուսյակը գործեց կոշտ, շատերը կասեն չափազանց կոշտ։ Դուրս շպրտել սեփական դստերը, դռնից հանել հիվանդ ոտքերով մորը։ Բայց եկեք մտածենք, արդյոք Սիրանուշի մոտ կլիներ փրկության թեկուզ փոքր հույս, եթե մայրը կրկին փող տար և թույլ տար գիշերել, թե նա այդպես էլ կմնար իր բռնակալ ամուսնու ստվերը։ Երբեմն, որպեսզի մարդը սովորի քայլել, պետք է նրա ձեռքից խլել հենակը։ Արուսյակը ոչ միայն պաշտպանեց իր բնակարանը, նա դստերը տվեց ամենասարսափելի և ամենաթանկ նվերը՝ պատասխանատվություն սեփական ճակատագրի համար։ Իսկ դուք ինչ եք կարծում, ճիշտ արեց հերոսուհին, թե մայրական սիրտը պետք է ների ամեն ինչ, նույնիսկ դավաճանությունը։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես կարդում եմ յուրաքանչյուրը, և մենք անպայման կքննարկենք ամենահետաքրքիր տեսակետները։ Եթե այս պատմությունը դիպավ ձեզ, եթե դուք անհանգստացել եք Արուսյակի համար և հպարտացել եք Սիրանուշով, աջակցեք մեզ լայքով և անպայման բաժանորդագրվեք ալիքին։ Առջևում մեզ սպասում են դեռ շատ կյանքի, ազնիվ և սուր պատմություններ։ Մաղթում եմ ձեզ ամենալավը։ Մինչև նոր հանդիպումներ։